Բարի օր ժողովուրդ ջան։ Հուսով եմ լավ եք։ Ես լավ եմ։ Դուք էլ որ լավ եք, ամեն ինչ լավ կգնա։ Սիրելի ընկերներ, այսօր որոշել եմ պատրաստեմ լասանյա։ Ունեմ աղացած միս 1 կիլոգրամ խառը, խոզ եւ տավար։ Ունեմ սոխ, կտրտած պատրաստած, ունեմ 3 տեսակի պանիր, գաուդա, մոցարելա եւ փարմազան։ Ունեմ օրիգանո, 2 թեյի գտալ օրիգանո, ունեմ 2 տեսակի խմոր, ունեմ աշորայի, գերմաներեն կոչվում է ռոգն, եւ ունեմ սովորական ցորենի խմոր, չորացրած լիստեր։ Հիմա պետք է այս լիստերն էլ թրջեմ այս ջրի մեջ, ջուրը դրա համար է այստեղ, եւ ունեմ իմ պատրաստած լոլիկի սոուսը, սև պղպեղ եւ աղ, եւ ունեմ ձիթապտղի յուղ, մսի տակը լցնելու համար։ Ուրիշ ոչինչ, ինչ որ տեսնում եք ունեմ նաեւ կրեմ ֆրեշ, 2 հատ, բայց ես օգտագործելու եմ 300 գրամ։ Լցնում եմ ձիթապտղի յուղը, շատ չէ, որովհետեւ սոխի համար կարելի է ասել, որովհետեւ միսը ունի իր մեջ յուղ կա։ Լցրեցի սոխը։ Սոխը տապակեմ վերջացնեմ, նորից միսը լցնելու ժամանակ նորից կմիանա։ Արդեն միսը գցելու ժամանակն է։ Միսը բավական է, ինչքան որ տապակվեց, որովհետև հլը պետք է էպվի։ Գցում եմ այս չափի սխտոր, շատ քիչ եմ գցում, որովհետև իմ սոուսի մեջ կա։ Իսկ եթե որ ուրիշ դուք ցանկանաք շատ սխտորով, ուրեմն գցեք շատ սխտոր։ Վերցնում եմ աղ։ Աղը վերջում նորից կհամտեսեմ։ Վերցնում եմ սև պղպեղ։ Խառնեմ մի քիչ։ Նախորոք ասեմ, ես պատրաստում եմ իմ ձևով, իմ ռեցեպտով։ Լասանյան տարբեր մարդիկ պատրաստում են իրանց բեշամելով են պատրաստում, տարբեր ձևերով, բայց սա իմ ձևն է, սա Ռոզատատիկի ռեցեպտն է։ Հիմա լցնում եմ, ինչպես ասեցի, իմ պատրաստած լոլիկի սոուսը։ Ռեցեպտը ունեմ, լոլիկի սոուսի ռեցեպտը ունեմ, մտեք իմ էջը եւ սիրելիներս կգտնեք այնտեղ։ Հիմա ես կխառնեմ, նորից գնայեմ, եթե կարիք կա, նորից կավելացնեմ։ Ավելացնում եմ ջուր, սովորական առանց գազի ջուր։ Պարտադիր է, որովհետեւ խմորները չոր են։ Երև 200 միլիլիտր ջուր։ Հիմա ավելացնելու եմ օրիգանո, ասել եմ 2 թեյի գդալ։ 2 թեյի գդալ կարմիր քաղցր պղպեղ, 1 թեյի գդալ կուրկումա, ավելացրեցի 1 թեյի գդալ, ասեմ նախորոք, սիրելի ընկերներ, որ բոլորն էլ իմանան, եթե նոր հետևորդներ լինեն, ես իմ ճաշատեսակների մեջ միշտ գրկումը գցում եմ, կուրկուման, միշտ գցում եմ, ամեն ճաշատեսակի մեջ, բացի փլավատեսակներից։ Հիմա ավելացնելու եմ նորից լոլիկի սոուս, եղավ ուղիղ 1 կիլոգրամ սոուս, 1 կիլոգրամ ավելացրեցի։ Հիմա թողնում եմ, որ միսը մի լավ սոուսի հետ մի լավ էպվի։ Աղացած միսը ու սոուսն էլ արդեն ինքստիկյան մի քիչ կցամաքի։ Արդեն սոուսը մսի հետ պատրաստ է։ Ասեմ ձեզ, գցել եմ 1 թեյի գդալ աղ նորից։ Ու մի քիչ էլ սև պղպեղ եմ նորից աղացել, շատ քիչ, բայց աղը գցել եմ, որովհետև արդեն հիմա իսկական աղը իր տեղն է։ Արդեն պատրաստելու ժամանակն է, ունենք մեր գեղեցիկ ամանը, ուրեմն լցնում եմ տակը
մի քիչ սոս, այսպես։ Հիմա ասեմ նախորոք, որ ամանը պատել եմ ծիթապտղի յուղով։ Ուրեմն, արդեն դնում եմ լիստերը, ինչի համար եմ ասում սա ձեզ, լիստերը պետք է ջրով թրջեմ, այսպես, ու դնեմ։ Տեսեք, միսը ցամաքեց, էլ ջուր չկա մսի վրա։ Հիմա լցնում ենք նորից մեր միսն ու սոսը, նորից տարածում ենք, նույն գործողությունը կատարում ենք մինչև վերջանալը։ Շատ չենք լցնելու, այսպես, որովհետև ինքը արդեն ունի համ տակի մասը, համ վերևի մասը։ Մա պետք է տարածեմ կրեմ ֆրեշն էլ իրա վրա, հետո նորից կցուցադրեմ ձեզ, այսպես պետք է խառնեմ կրեմ ֆրեշը։ Ինքը կտարածվի արդեն տաքանալուց հետո, ես հիմա ասենց մի քիչ կտարածեմ, կրեմ ֆրեշը, սա որ իրենք դնում են գերմանացիների իրենց ռեցեպտի մեջ, դնում են որպես բեշամելի փոխարեն, ես բեշամելի փոխարեն վերցրել եմ կրեմ ֆրեշը, որովհետև սա ավելի համեղ է, սա իմ ռեցեպտն է։ Ցելու եմ մի քիչ պանիր, այսպես։ Պանիրի մեծամասնությունը վերևի մասում եմ գցելու, սա գցում եմ մի քիչ, սա մի քիչ գաուդա, մի քիչ մոցարելա և մի քիչ պարմեզան։ Հիմա կդնեմ երկրորդ չերտի լիստերը ու արդեն մնացածը ես ինքս կանեմ, վերջում նորից ցույց կցուցադրեմ։ Հիմա տեսեք արդեն վերջի շերտը դրեցի։ Հիմա պետք է լցնեմ պանիրը վերջնական եւ արդեն դնեմ ջեռուցի մեջ։ Հիմա փակեցի, վերջնական տեսքը էս էր, դնում ենք 180 աստիճան, վերև ներքև։ Ընթացքում կնայեմ կտեսնեմ, քանի րոպե, հիմա սկզբի համար դնում եմ 30 րոպե։ Ու կբացեմ, կնայեմ, կտեսնեմ ինչ վիճակ է, ու ստայնում ձեզ տեղյակ կպահեմ 30 րոպե 180 աստիճան սկզբի համար։ Ընկերներ ջան, ընդամենը ես վերջացրել եմ գազօջախի մեջ եղել է ընդամենը 30 սկզբնական, 30 հետո բացել եմ եղավ 60 րոպե, հետո բացել եմ 5 րոպե, թողել եմ որ կարմրի երեսը, էդ ա եղել ընդամենը 65 րոպե 180 աստիճանով։ Սիրելի ընկերներ, մեր լասանյան վերջացրեցինք, սա վերջնական տեսքն է, տեսեք, թե ինչպիսի գեղեցիկ լասանյա եմ ստացել, շերտերը գեղեցիկ իրար հետ, հավասար, հիմա համտեսեմ։ Տեսեք ինչպիսի գեղեցիկ է ստացվել ու անմահական համ ունի, բերանիտ մեջ հալվում է։ Ընկերներ ջան, ամեն ինչը տեղը տեղին, մեզ մնում է հետևել, հավանել և տարածել։ Ես ձեզ շատ սիրում եմ, սիրեք իրար, բոլորս լինենք սեր ու համերաշխ իրար հետ։